Շնորհակալ եմ, որ դեռ մեզ հետ եք եւ մի կարևոր հրապարակում կար, որ տեղական մամուլի հրապարակումներից դուրս էր մնացել խոսքը մեր կողմից շատ այդքան սիրելի Խաշլամա Արամի մասին է, Հայաստանի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի մասին է խոսքը գնում։ Հիշում եք, նա պաշտոնից ազատվեց եւ հա Փաստինֆոն հետաքրքիր տեղեկություններ ունի այս մասով, ես կուզեմ ընթերցել։ Փաստինֆոյի տեղեկություններով ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի պաշտոնից ազատման իրական պատճառների թելերը տանում են դեպի կոռուպցիոն գործընթացներ, այն էլ օրենքով գողի հովանավորչության։ Մասնավորապես այս իշխանությունների հետ բավականին լավ հարաբերություններ ունեցող օրենքով գողերից մեկը ԶԱՊ-ը Անդրանիկ Սողոյանը ցանկացել է ինչ-որ խնջույքի համար մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներմուծել 50 կիլոգրամ խավիար եւ օգնության համար դիմել է ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին Խաշլամա Արամին։ Վերջինիս նախ փորձել է Զվարթնոց օդանավակայանում ոստիկանության տարածքային ստորաբաժանման միջոցով կարգավորել հարցը, ինչը չի հաջողվել ու դիմել է ՊԵԿ մաքսանենգության ծառայության ղեկավար Երջանիկ Հակոբյանին, որ Սողոյանի բեռն անխոչնդոտ անցնի Հայաստան։ Հետագայում այս մասին իմացել է Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո էլ դրվել է Հովհաննիսյանի պաշտոնից ազատվելու հարցը։ Այսինքն տարաձայնությունը ամենևին էլ վեհ արժեքներից չի բխել։ Ոչ էլ հայ առաքելական եկեղեցուն է Հովհաննիսյանը փորձել պաշտպանել, այդ ամենը Փաշինյանի շրջանցելով փորձել է լավություն անել իշխանությունների հետ հարաբերություններ ունեցող օրենքով գողին։ Սա կարծում եմ ամենալավ բացահայտումը կարող է լինել Խաշլամա Արամի մասին, կարելի է հիմա նաև իրան ասել Իկրա Արամ, հա։ Ուրիշ ինչի հետ պիտի կապ ունենար Խաշլամա Արամը, եթե ոչ ուտելիքի։ Այո, եւ ուրիշ ում հետ պիտի Հայաստանը կապ ունենա, Հայաստանի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան կապ ունենա, եթե ոչ օրենքով գողերի հետ։ Այսինքն այս մարդիկ եւ այս պատմությունը շատ լավ ցույց է տալիս Հայաստանի իշխանական էլիտայի իրավապահ համակարգի փիլիսոփայությունը կապ ունենալ այն ամենի հետ, ինչի դեմ իբր իրանք պայքարում են, սա մեկ, եւ երկրորդը սիրում են ուտել։ Բյուջե, թանկ ուտելիք, խաշլամա եւ այսպես շարունակ։ Գանք մեր հրապարակմանը, Պոլիտիկայում հետաքրքիր հրապարակում ունի եւ այս հրապարակումը արձագանք է Աննա Հակոբյանին։ Ես ասեմ, որ այս հրապարակման վերաբերյալ իմ էջում կար գրառում բացահայտումների, այն ընթերցել է ավելի քան 65,000 մարդ, այն վստահաբար եմ ասում, հասել է Աննա Հակոբյանին, բայց Աննա Հակոբյանը լռում է։ Եվ քանի որ լռում է, հիմա այս ֆորմատով եւս այդ հրապարակումը ձեզ կներկայացնեմ։